Ողջույն բոլորին։ Այսօր եկել եմ խոսելու հատուկ այն մարդկանց հետ, ովքեր բազմիցս ինձ ասում էին, որ Herbalife-ի մթերքները դրանք ամբողջ կյանքի համար են, օգտագործելու դեպքում շարունակելու եք ամբողջ կյանքում օգտագործել, այլապես ձեր կորցրած կիլոգրամները հետ են վերադառնալու, առաջացնում են կախվածություն ու էլի լիքը անհեթեթ վարկածներ, որոնք լսել եմ մարդկանցից, ովքեր Herbalife-ի մթերքներին ծանոթ չեն, երբեք չեն օգտագործել, պարզապես դա իրենց անհատական կարծիքն է եղել։ Ես լինելով մարդ, ով ծրագրին է միացել 105 կիլոգրամով, ինչի մասին բազմիցս արդեն խոսել եմ, մտածելով, որ միգուցե ինչ-որ մի բան այդ կարծիքներից և ճիշտ լինի, սակայն այլևս նիհարելու մեթոդ չունենալով հանդերձ, այսօր կշռում եմ 65 կիլոգրամ, 6.5 ամսում հասել եմ ես իմ արդյունքին, չեմ օգտագործում մթերքները, բացառապես, այսինքն արդեն 6 ամիս է, ես ոչ մի մթերք չեմ օգտագործում, սակայն իմ քաշը չի ավելանում, այլ ընդհակառակը ստացվում են օրեր, լինում են օրեր, որ մինուս 500 գրամ, նույնիսկ մինուս 1 կիլոգրամ իմ քաշը իջնում է, այսինքն նույնիսկ այն պարագայում, երբ ես մթերք չեմ օգտագործում, իմ քաշը չի ավելանում ընդհանրապես, նույնիսկ պատահում են դեպքեր, երբ պակասում է։ Ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ վախերից ելնելով, ինչ-որ կողքից խոսակցություններ լսելով, պարզապես չեն համարձակվում օգտվել մթերքներից և ազատվել իրենց ավելորդ կիլոգրամներից։ Ես ձեզ համար վառ օրինակ եմ, շատ շատերի համար եմ վառ օրինակ, քանի որ ես կարողացել եմ 105 կիլոգրամից հասնել 65 կիլոգրամի, ես կախվածություն կամ նման ինչ-որ խնդիրներ չունեմ, ունեմ հրաշալի մաշկ, ունեմ հրաշալի կազնվածք, ունեմ լավ ինքնազգացողություն, ունեմ լիքը էներգիա, քաղցի զգացում օրվա ընթացքում չեմ ունենում, քանի որ իմ համար արդեն նման սնման գրաֆիկը դարձել է ռեժիմ։ Չգիտեմ, մի խոսքով, եթե դուք էլ դեռ կասկածում եք, կարող եք հետևել էջիս, իմ ամբողջ նիհարելու ընթացքը թե Facebook-յան էջում, թե TikTok-ում բոլոր նկարներով, ամեն ինչով գծված են։ Կան նկարներ նաև մյուս աղջիկներից, ովքեր նիհարում են, ունեմ նոր նկարներ իմ նիհարողներից հենց, ովքեր հասել են իրենց արդյունքին, այնպես որ բավական է լսեք շրջապատի կարծիքը, հատկապես եթե այդ կարծիքը հիմնված չէ փորձի վրա։